Կարևոր հարց, որը կառավարության օրակարգում ընդգրկված չէր, բայց քննարկվեց։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, ինչ ուսումնասիրություններ կան վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների վերաբերյալ։ Նախարար Երիցյանը միանգամից Զվարթնոցի գազալցակայանի դեպքին անդրադարձավ։ 6 ամիս առաջ ընկերությանը տուգանել էին 1 միլիոն դրամով, սակայն գազալցակայանում արձանագրված բազմաթիվ թերություններն այդպես էլ չէին վերացրել։ Ես երեք արդեն հանձնարարել եմ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ավելի ակտիվացնեն, որ ես ձեզ արդեն ներկայացնեմ ինչ աշխատանքներ կան այնտեղ, բոլորը որտեղ կլինեն թերություններ, ես ձեզ անձամբ կզեկուցեմ եւ եթե կարիքը լինի դրա շահագործումը մենք դրանց շահագործումները կդադարեցնենք։ Ես հանձնարարում եմ անվտանգության ռեժիմները սա խիստ վերահսկել։ Նիստի օրակարգում չընդգրկված հաջորդ հարցը եւս հրատապ էր։ Ինչ վնաս կրեցին Արմավիրի Արագածոտնի մարզի գյուղացիները մայիսի 15-ին տեղացած կարկուտից։ Գործադիր այդ մասին չի մոռացել։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց կառավարության հաջորդ նիստին տեղեկանք ներկայացնել վերջին շրջանում տեղի ունեցած կարգտահարության հետևանքների մասին։ Ես ուզում եմ նաեւ մի հանձնարարություն տալ գյուղատնտեսության նախարարին եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին հաջորդ կառավարության նիստին միասին քննարկեք եւ ոնց որ ունեք նաեւ հիմքերը ծրագիրը կա զեկուցեք մեզ քանի հակակարգային կայաններ են պետք մեր երկիրը հնարպես գյուղատնտեսական այդ վայրեր փակելու համար։ Կառավարությունը այս տարվա պետական բյուջեում ավելացրեց արտասահմանյան պաշտոնական գործողումների առաջին կիսամյակի գումարը մոտ 60 միլիոն դրամով։ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը սակայն տեղեկացրեց, որ հատկացումների տարեկան գումարն անփոփոխ կմնա։ Պետք է գործողումները կրճատել, պնդեց վարչապետը։ Իհարկե քննարկենք, որ իրոք կարևոր են, անպայման գնան մեր պատվիրակությունները, բայց եթե կարևորությունը ավելի քիչ են նվազել, կարծիքով մենք մերժենք։ Դա աշխատակազմի նման հանձնարարական։ Հովիկ Աբրահամյանը կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց հետեւողական լինել Չինարենի խորացված ուսուցման դպրոցի կառուցման հարցում։ Գործադիրը պատրաստ է նույնիսկ դպրոցի հիմքը փորելուն աջակցել։ Ոստել կփորենք շինարարությունը երբ ենք սկսելու։ Շինարարությունը կսկսեն բան վարչապետ, հենց ավարտվի այս մեր կողմից։ Այո, կա նախագիծը արդեն, նախագծի տարբերակը կա, քննարկված է շահագրգիռ գերատեսչությունների հետ, բավականին գեղեցիկ դպրոց է ստացվում ժամանակակից ենթակառուցվածքներով։ Կառավարության մեկ այլ որոշմամբ պետության երաշխավորմամբ անվճար եւ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից կօգտվեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքները։ Ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով առավելագույնը նախատեսվում է 6 փորձ։ Որոշման կատարումն ապահովելու նպատակով պետական բյուջեից այս եւ հաջորդ 2 տարիների համար հատկացվում է 78 միլիոն 637 հազար դրամ յուրաքանչյուր տարվա համար։ Հայփոստ ընկերությունը կմասնավորեցվի։ Գործադիրը հավանություն տվեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացրած նախագծին։ Նա նշեց, որ Հայփոստի մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, կավելանան ֆինանսական հոսքերը։ 250 փոստային բաժանմունքներ կնորոգվեն։ Ձեռք կբերվեն շարժական փոստային մեքենաներ։ Դրանք կսպասարկեն նաև Հայաստանի այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ չկան։ Նաիրի Մուրադյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։